Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորիդ տոնը, հաղթանակի օրը։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական ճակատում հաղթանակի օրն է, որը Եվրոպայի օրացույցով եղել էր մայիսի 8-ին, Մոսկվայում արդեն մայիսի 9 էր, դրա համար սովետական միության ժողովուրդները տոնում են մայիսի 9-ին։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրն է, սովետական միության ժողովուրդների համար սա մեծ հայրենական պատերազմի հաղթանակի օրն է։ Այս պատերազմում, երկրորդ համաշխարհային պատերազմում, որը ամենաարյունալին էր մարդկության պատմության մեջ, զոհվել են ավելի քան 50 միլիոն մարդ, 50 միլիոն մարդ։ Պատերազմում մասնակցել են Սովետական Միությունը, Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը եւ շատ ուրիշ երկրներ։ Այս պատերազմում Սովետական Միությունը տվել է զոհերի մեծ մասը, մի ահռելի մասը, 27 միլիոն մարդ։ Այս պատերազմում հայ ժողովուրդը տվել է 100 հերոս, Սովետական Միության հերոս, 4 մարշալ, որի անունը հիմա այն պողոտան է կրում, որտեղ գործի է գալիս մեր այսպես կոչված ղեկավարը, ցավոք սրտի, անհաջողակ, պարտված, սուտասան, ազգի դավաճան մի մարդ, որը գալիս է աշխատանքի Մարշալ Բաղրամյանի պողոտայի վրա գտնվող օֆիսում։ Այս մարդը եւ իր խումբը չեն սիրում հաղթանակի օրը։ Ինչու չեն սիրում։ Երբ որ մարդը պարտված է, երբ որ մարդը անհաջող է, իր կյանքում ոչ մի բան չի կարողանում անել ճիշտ, երբ որ նա իր ազգը տանում է դեպի պարտություն, այն էլ մի քանի անգամ, անընդհատ սուտ է խոսում, ստորագրում է կապիտուլյացիա, հանձնում է իր ազգի մի մասը։ Այդ մարդը չի սիրի հաղթանակի օրը եւ հաղթողների օրը, որտեվ նա իրան վատ ազգում, նա չի կարող իրան համեմատել մեր հերոսների հետ։ Նա ուզում է, որ մենք լինենք աբիժնիկների ազգ, անհաջողների ազգ, պարտվածների ազգ, դավաճանների ազգ, թույլերի ազգ, բայց դա այդպես չէ։ Մեր ժողովուրդը երբեք չի եղել աբիժնիկների, դավաճանների եւ բախկոտների ժողովուրդ։ Մեր ժողովուրդը Մարշալ Բաղրամյանի ժողովուրդն է։ Մեր ժողովուրդը ադմիրալ Իսակովի ժողովուրդն է։ Մարշալ Բաբաջանյանի ժողովուրդն է, Խուդյակով Խանֆերանցի ժողովուրդն է։ 100 հազարավոր հայեր կռվել են այս պատերազմում։ Եվ նրանց պատճառով այսօր մենք վայելում ենք մեր կյանքը, այն մարդկանց պատճառով, ովքեր տվեցին իրենց կյանքը, որ մենք ապրենք այսօր։ Իհարկե, այս ռեժիմը չի ուզում սա հիշի, չի ուզում սա ներկայացնել որպես հաղթանակ,